Արի մեզ տերեղի, կարծում եմ հիշեցիք այս տողերը, բայց սիրելի հայրենակիցներ, չեմ խոսելու մեր մանկության տանգոն ֆիլմի մասին, ոչ էլ մեր մեծանուն դերասանների մասին, խոսելու եմ մերօրյա քաղաքական կյանքի վատ դերասանների և էլ ավելի վատ դերասանական խաղի մասին։ Վերևում նշված խոսքերի հեղինակը մեզ ուժեղ երկիր խոստացող ուրախների և ոչ այնքան հնարամիտների ակումբից մեկն է, ով տեր է փնտրում իր ու իր թիմի համար։ Օրեր առաջ մեկ այլ քաղաքական խմբակի մի հանրապետական էլ հոգեցունց ու լալահառաջ խոսքով ռուսերենով դիմում էր իր գործընկերներին, մոտավորապես կրկնելով նույնը. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռություն պահպանել։ Անտեր ենք մնացել։ Բայց տերը կարծես անհաղորդ մնաց այս աղերսանքին, որից հետո հանրապետականներից Սարգսյան Սերժը հայտարարեց, թե չեն մասնակցելու ընտրություններին ուղիղ, բայց հավաստիացրեց, որ անուղղակի կմնան, լինելով աջակցության խումբ, գրուպա պադդержկի։ Հետո ձայնագրություն տարածվեց 1.5 մանեթանոց հանրապետականների մասին, ձևակերպումն իրենցն է, որից պարզ դարձավ, որ անուղղակի մասնակցությունը փաստորեն նշանակում էր ընտրակաշառք բաժանել, դա նրանց սիրած գործն է։ Սիրով կխոսեի մեր օրերում անեկդոտ դարձած ընդդիմության կազմած ցուցակներից կամ դրանց տրամաբանությունից, բայց դա մի ուրիշ անգամ։ Ինչպես մեր մանկության խաղերից էր, կարծես ցելա են գցել ու մարդ են ուզել տապանում պահելու խիստ վերահսկելի, որի նավապետը վաղուց բոլորիս հայտնի է։